Քննչական կոմիտեի հարգելի նախագահ, քննչական կոմիտեի հարգելի աշխատողներ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիդ քննչական կոմիտեի աշխատողի օրվա առիթով եւ նաեւ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարված աշխատանքի, ձեր ջանքերի համար եւ իհարկե որևէ կասկած չկա, որ ահռելի աշխատանք է կատարվել եւ ահռելի աշխատանք է կատարվում եւ կարծում եմ այդ աշխատանքը նաեւ տեսանելի է եւ ընդհանրապես նման հոբելյանական օրերին ընդունված է գնահատանքի խոսքեր ասել եւ դա իհարկե այդպես է ես ուզում եմ գնահատանքի եւ հարգանքի հավաստիքը փոխանցել եւ արտահայտել բոլորիդ նկատմամբ քննչական կոմիտեի համակարգի նրա բոլոր աշխատողների նկատմամբ եւ մյուս կողմից արձանագրել որ ես կարծում եմ որ ոչ միայն քննչական կոմիտեում այլև պետական կառավարման համակարգի եւ երկրի ընկալման տեսակետից մենք մի մեթոդաբանական խնդրեմ ունենք որը այս վերջերս ենք սկսել մտածել որ վերաբերվում է բոլոր ոլորտներին մենք ընդհանրապես շատ հարցերում եւ շատ դեպքերում ուզում ենք եւ ձգտում ենք հասնել իդեալական վիճակի, որը թվում է թե նորմալ է եւ դժվար է նույնիսկ առարկել արժի արդյոք ձգտել իդեալի, թե չարժի ձգտել իդեալի, որովհետեւ ես կարծում եմ, որ ընդհանրապես ցանկացած ձևաչափում, երբ որ մենք հարց դնենք եւ հանրությանը, արդյոք մենք խնդիր պետք է դնենք ունենալ իդեալական վիճակ, կարծում եմ պատասխանը դրական կլինի առնվազն մեծամասնությունը հստակ կասի, այո, որ մենք ուզում ենք իդեալական վիճակ Եվ մեր մոտեցումն էլ, ես ուզում եմ հստակ ասել, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իմ մոտեցումը եղել է այդպիսին, այդ թվում քննչական կոմիտեի, մնացած բոլոր պետական եւ ընդհանրապես երկրի հետ կապված, բայց խնդիրը հետեւյալն է, որ այնուամենայնիվ կյանքը ունի իր տրամաբանությունը եւ իր կանոնները եւ իդեալի ձգտումը ինչով է վտանգավոր, որ այդ իդեալի ձգտման ճանապարհին շատ արագ երբեմն եւ շատ մեծ է հավանականությունը որ վրա է հասնում հիասթափությունը եւ հուսահատությունը որը խնդրեմ է հետո այդ ամեն ինչից վերադառնալը ինքը շատ ավելի ջանք եւ էներգիա է խլում եւ ես ընդհանրապես վերջին շրջանում սկսել եմ մտածել որ այս մեթոդաբանության մեջ մենք պետք է որոշակի բաներ փոխենք որովհետեւ իդեալի եւ այս հուսահատության կամ հիասթափության այս տրամաբանությունը ինքը 360 աստիճանի այդ շրջանին է նման, որտեղ 0-ն ու 360 աստիճանը ըստ էության շատ մոտ են իրար եւ այնտեղից այնտեղ երբեմն շատ արագ են անցում կատարում, բայց ես ուզում եմ ասել ինչ կապ ունի սա օրվա հետ, որովհետեւ իհարկե մենք այն որ քննչական կոմիտեի եւ ընդհանրապես իրավապահ համակարգի զարգացման համար Ну չասեմ բոլոր հնարավոր ջանքերը, բայց այնուամենայնիվ ինչ որ հասու է եղել, ինչ որ հնարավոր է եղել, հələ դեռ նույնիսկ մի բան էլ ավելին այն տրամաբանության մեջ, որ դիտարկելի է կամ համեմատական այլ համակարգերի հետ, մենք ներդնել ենք, բայց երբեմն լինում են իրադարձություններ, դեպքեր, որոնք ուղղակի հուսահատության են հասցնում եւ դու ինքդ քեզ հարց ես տալիս, ասում ես, բայց ինչի ասա տեղի են, ինչու է դա տեղի ունենում Ինչն ենք մենք սխալ արել, որ դա տեղի է ունեցել։ Ես անկեղծ ասեմ, երբ որ առաջի անգամ ես տենց բան իմացել եմ, դա ինձ համար տենց առանց չափազանցության շոկ ա եղել, որ կարա օրինակ քրեական գործ լինի, որը այս տարիներով ընդհանրապես ոչ մի գործողություն չարվի, ընդհակառակ միտեղ գցած լինի, որ հələ բոլորը մոռանան, որ այդպիսի բան չկա։ Ես ճիշտ է, այս համակարգերը ներսից չգիտեմ, բայց տենց կողքից Գուցե նաև այդ իդեալականության մասին պատկերացումներն են, որ երբ որ իմանում ես, որ տենց բան է եղել, ասում ես, բայց ոնց կարա տենց բան լինի։ Հետո հաջորդ քայլով ասում ես, ի՞նչն եմ ես սխալ արել, որ այդ բանը տեղի է ունեցել։ Այսինքն ինչը այն չեն կարել, որ այդ բանը տեղի է ունեցել, եւ այս առումով ես կարծում եմ, որ մենք այս իդեալի եւ հուսահատության բալանսից պետք է մի քիչ ավելի դուրս գանք եւ հասկանանք, որ միևնույնն է իդեալական վիճակներ չեն լինելու, մենք ուղղակի պետքա ունենանք վճռականություն, որովհետև ստեղ այս իդեալի հուսահատության պահը ինչով է կարևոր, որ երբ որ դու այդ իդեալի ձգտման մեջ ես, դու 100%-անոց էներգիա ես ներդնում, բնականաբար, երբ որ այս երկրորդը գալիս է, մարդկոցը ոնց որ նստում է, ու մի տեսակ կանգ է տեղի ունենում, եւ այդ
կանգի արդյունքում բաց թողնված ժամանակը ավելի մեծ բան է բերում, խնդիր է բերում, քան այն ժամանակը, երբ որ դու 100% արագությամբ շարժում ես։ Մենք պիտի բալանսավորենք, հասկանանք, որ այնուամենայնիվ ինչքան էլ իդեալից ձգտենք, նախ պետք է հասկանանք, որ չենք հասնելու իդեալին, այլ մեզ պետք է հստակ կանոնակարգված եւ արդյունավետության բարձրացման վրա աշխատել։ Շարունակական արդյունավետության բարձրացման վրա։ Ինձ թվում է իդեալը կամ իդեալի պատկերացումը դա, որ մենք ամեն հաջորդ փուլի, չեմ ուզում ասեմ ամեն հաջորդ օր, մենք պետք է արձանագրենք, որ մենք ավելի արդյունավետ ենք աշխատում, ավելի արդյունավետ ենք հանցագործությունները բացահայտում, ավելի արդյունավետ ենք կանխում եւ նախականխում հանցագործությունները եւ ավելի արդյունավետ ենք կատարում մեր աշխատանքը։ Ես իհարկե այս տոնական օրով քննչական կոմիտեի այդ աղմկահարույց դեպքը երբ որ տեղի ունեցավ, հետո սկսում ես մտածել։ Ես նկատի ունեմ այդ գումարի իրեղեն ապացույցի հափշտակության դեպքը, սկսում ես մտածել, ասում ես, բայց ոնց է հնարավոր, ոնց է հնարավոր, որ դա ինչի է դա տեղի ունեցել։ Ու անկեղծ ասեմ, կներեք ես անկեղծության համար, այդ տենց դեպքեր, որ տեղի են ունենում, ինձ միշտ հետաքրքրում է։ Ասում եմ հետաքրքիր, ես չեմ էլ հետո ստուգում, ճշտում, որովհետև այդ հարցը իրականում հռետորական է։ Ինձ միշտ հետաքրքրում, ասում եմ հետաքրքիր է, որ ես այսքան ժամանակ գնացել եմ այդ օրերին, ելույթ եմ ունեցել, այդ մարդը դահլիճում եղել է, նստած, ասենք, լսել է ինչի մասին է խոսակցությունը եւ այլն, անկեղծ եմ ասում, հետո չեմ ստուգել, եղել է թե չի եղել, որովհետև հարցը իրականում հռետորական է։ Եվ որպես կառավարության ղեկավար ես ինձ եմ հարց տալիս, որը ընդհանրապես քաղաքականությունների մշակման եւ իրականացման համար պատասխանատու է, ես ինձ եմ հարց տալիս, ասում եմ, ինչն եմ սխալ արել, մենք ընդհանրապես ինչն ենք սխալ արել, որ դա հնարավոր է։ Ընդ որում այդտեղ լավ լուրն է նա, որ այդ դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ որ քննչական կոմիտեի նախագահը որոշել էր, որ իրեղեն ապացույց դրամական միջոցներ եւ այլն, չպետք է պահվեն աշխատանքային տարածքներում, այլ ընթացակարգը ամբողջությամբ կփոխվի եւ այս բարեփոխումը ոնց որ թե տենց ինչ որ առումով սադրիչ բաներ ունեցել նշանակություն, երբ որ հասկացվել էր, որ այդ գումարը գնում է, հետեւաբար պետքա որոշում կայացնել։ Բայց ես ընդհանուր առմամբ գիտեք ինչի եմ ես ամեն ինչ ասում, որովհետեւ մենք այսօր շատ խոսում ենք պրոֆեսիոնալիզմի մասին եւ մենք այստեղ էլ պետք է հասկանալ, թե պրոֆեսիոնալիզմ ինչա նշանակում, որովհետեւ օրենքի իմացություն, այո, հոգեբանական գիտելիքներ, այո, իրավական գիտելիքներ, այո, բայց ես ուզում եմ երկու բան նշել, որը վերաբերվում է քննիչին, նախարարին, նախարարի տեղակալին, վարչապետին, ոստիկանին, զինվորականին, որ անկախ ամեն ինչից բոլորս մարդ ենք եւ բոլորս սխալական ենք, բայց պետական ծառայության եւ ընդհանրապես հանրության մեջ, քաղաքացու մեջ պետքա լինեն ինչ-որ արգելքներ, որ այնուամենայնիվ մի բան կա, մի գիծ կա, որը անհնար է, ոչ մի պարագայում հնարավոր չի անցնել։ Երկրորդը, ես ուզում եմ ընդգծել խիզախությունը։ Իմ կարծիքով, օրինակ, առանց խիզախության հնարավոր չի քննիչ լինել։ Դա բացառված բան է։ Հնարավոր չի առանց խիզախության լինել արդյունավետ քննիչ։ Նույնը վերաբերվում է միջալոց նաև ոստիկանին, դատախազին, դատավորին եւ մեր սա մի չափանիշ է, տեսեք, չէ, որ մենք պետքա չափենք, երբեք հնարավոր չի չափել։ Երբեք հնարավոր չի չափել։ Դա ինչ որ ուրիշ կատեգորիա է, բայց ես համոզմունք ունեմ, որ առանց որոշակի այս արգելքներն էլ որ ասում եմ, այդ արգելքը պայմանականորեն մեր իրականության մեջ երևի ընդունված է եւ ճիշտ է, որ արժեքային համակարգը եւ բարոյական համակարգը, որ եւ երկրորդը խիզախությունը։ Այս երկուսն էլ անչափելի բաներ են։ Ամեն մարդ ինքը իր մեջ գիտի, այնուամենայնիվ ինքը ինչ կարա անի եւ ինքը ինչ չի կարա անի, եւ ես այս ամեն ինչ ասելով հիմա որևէ կոնկրետ գործնական բան նկատի չունեմ, ես ուղղակի կիսվում եմ այսօր նաև իմ տպավորություններում այս ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերլուծության արդյունքում իմ հանգած հետևություններին եւ սա շատ լրջագույն թեմա է, որովհետեւ օրինակ այսօր շատ կադրային քաղաքականության մասին խոսվում է, բնականաբար դա վերաբերվում է քննչական կոմիտեի նախագահն էլ քննչական կոմիտեում է կադրային քաղաքականություն վարում եւ նկատի ունեմ
անընդհատ խոսում է կրթություն, այո, դա շատ կարևոր բան է եւ իրականում ես կարծում եմ որ խիզախությունն էլ կրթության հարց է, որովհետեւ խիզախությունը գալիս է նրանից նաեւ թե մարդը հասկանում է ինքը այնուամենայնիվ ինչով է զբաղված ինքը, իսկ ինքը ինչքանով է հասկանում, ինչքանով չի հասկանում, այնուամենայնիվ դա որոշակի կրթության հետ կապ ունեցող բան է, բարոյականությունն էլ իմ կարծիքով կրթության հետ կապ ունեցող որոշակի բան է, թե ինչ ներքին գծեր եւ արգելակներ կան մարդու մեջ, որը ինքը գիտի, որ ինքը երբեք չի անցնի։ Եվ ես կարծում եմ, որ հատկապես քննիչի եւ իրավապահ համակարգի ընդհանրապես պայմաններում սա առանձնահատուկ է, որովհետեւ ըստ էության այստեղ նստած են ուրիշների ճակատագրերը որոշող մարդիկ։ Եվ առանց այս համակարգերի մենք կարանք շատ լուրջ խնդիրներ ունենալ։ Հիմա ես օրինակ այս վերջերս շատ ահավոր դեպք տեղի ունեցավ նույն Փարաքարի դեպքերը, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանության դեպքը։ Սա առաջին հարցն է նա, այն որ առնվազն բացահայտում տեղի ունեցավ եւ տեղի է ունենում քննություն եւ ես հույս ունեմ, որ քննության արդյունքներով ոչ մի հարցի պատասխան բաց չի մնա եւ համոզված եմ, որ առավելագույնն է արվում դրա համար, բայց այնուամենայնիվ մենք պետք է վերադառնանք, ինչը ինչ են կարել, որտեղ է բաց թողումը, ինչ պետք է այլ կերպ լիներ, որ այդ ամեն ինչը տեղի չունենա, որովհետեւ ընդհանրապես Հայաստանում հանցավորության մակարդակը այդ շատ լուրջ խնդիր է, առավել եւս բռնությամբ կատարված հանցագործությունները ամեն կրակոց, ամեն քաղաքացի ի վերջո զգում է, որ դա կրակել են իր վրա, որովհետև եթե առաջի տպավորությունը այդպեսին չի, գոնե երկրորդ, երրորդ, չորրորդ ասոցիատիվ տպավորությունը, այսինքն տենց զուգահեռ լինելու է, որ իր վրա են կրակել, եւ հետեւաբար այս հարցերը շատ կարեւոր են, որ նաեւ իրավապահ համակարգը կարողանա վերլուծել Իմիջիայլոց օրենսդրությամբ էլ է դա սահմանված, որ շատ դեպքերում այդ թվան քննչական կոմիտեն ինքը որոշակի առաջարկներով, ես իհարկե չեմ հիշի դա դե յուրե ինչպես է կոչվում, միջնորդագրերով հանդես գա տարբեր մարմիններին, որպեսզի նաև հանցագործությունները կանխելու եւ հանցագործությունը լավ հիմա դա ընդհանրապես սրտի մխիթարանք է, որ դեպքա տեղի ունեցել, մենք բացահայտում ենք կամ կարող ենք բացահայտել, բայց մեր մեծագույն խնդիրն է, որ այդ հանցագործությունը կանխվի կամ նախականխվի եւ այս պետք է լինի մեր մեծագույն խնդիրը կամ այն ինչ որ ես ասացի հիմա քննչական կոմիտեի նախագահը մի թեմայի անդրադարձավ որ մեր իրականության մեջ հասկանալի եւ ինչ որտեղ անհասկանալի պատճառներով ընդունված չի շատ քննարկել օրինակ պետական դավաճանության այն բազմաթիվ դեպքերը որոնք մենք բացահայտում ենք զինվորական ծառայության մեջ գտնվող մարդիկ ու հետո ասում ես, բայց ո՞նց կարա սա տեղի ունենա, ո՞նց է դա հնարավոր ընդհանրապես, որովհետև այնպիսի դեպքեր են, դե այդ գործերը քննվում են գաղտնի ընթացակարգով, դատավարությունները տեղի են ունենում դռնփակ, բայց նրանք ովքեր հասու են ինֆորմացիային, մտածում ես, ասում ես, լավ, ո՞նց կարա սա, ո՞նց է ընդհանրապես սա հնարավոր, որովհետև այստեղ մենք ուրիշ բան պետք է հասկանանք, սա ինչի մասին է վկայում, սա վկայում է այդ անհատի կերպարում արկա պրոբլեմների մասին, հանրության շրջանում արկա պրոբլեմի մասին, պետական համակարգում արկա պրոբլեմի մասին, օրենսդրության եւ կարգավորումների պրոբլեմի մասին, որովհետեւ այս դեպքերը նշանային են, որովհետեւ երբ որ մենք հետևում ենք, մենք բոլորս Հայաստանում ենք, չէ՞ ապրում։ Երբ որ մենք հետևում ենք եւ տեսնում ենք եւ առերեսվում ենք, ինչպես ենք մենք խոսում հայրենիքի մասին, ինչքան շատ ենք խոսում հայրենասիրության մասին, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ինչքանով ենք ավանսով հերոս համարում բոլորին, եւ հետո այդ հերոսների մեջ պարզվում է, որ վայ մի դավաճան բացահայտվեց, վայ երկրորդ դավաճանը բացահայտվեց, վայ երրորդը, վայ չորրորդը, ընդ որում սա ես օրինակ չեմ ասում, որովհետեւ վերջին տարիներով եթե հիշողությունս չի դավաճանում, տասնյակ մենք դեպքեր ունենք, որ չես կարող առերեսվես այդ խնդրի, նախ ինքը փաստը, երկրորդը փաստի հանգամանքը չես կարողանում ուղղակի հավատաս, որ դա հնարավոր է, որ դա տեղի է ունեցել։ Եվ սրանք խնդիրներ են, իհարկե, որոնց ամենաշատը դուք առնչվում եք, եւ ենթադրում եմ, որ քննչական կոմիտեն այն տեղերից մեկն է, որտեղ մեր իրականության մասին ամենաշատ ինֆորմացիան է կուտակված, եւ այդ ինֆորմացիան բոլոր դեպքերում օգտակար է եւ
այն առումով, որ դա մեզ համար հնարավորություն է, որ այդ թվում մենք իմանանք որտեղ ինչ է այնպես չենք անում, եւ նաեւ մենք մեզ ճանաչելու կամ մենք մեր այդ իդեալի եւ հուսահատության բևեռներից մի քիչ ավելի կենտրոն գալու եւ ավելի հավասարակշռված իրականությունը ճանաչելու շատ կարեւոր հնարավորություն է։